Նրա ճանապարհը երկարվեստում դեռ մանկուց է սկիզբ առել եւ եղել հանդիսատեսի ու հեռուստադիտողի աչքի առջև։ Դաբաղյանների ընտանիքում երգն ու երաժշտությունը սերնդեսերունդ են փոխանցվել։ Եվ արդեն 4 տարեկանում նա էլ ընդառաջ գնաց ճակատագրին եւ հայտնվեց մեծ բեմում։ Լրակյաց երեխան սկսեց երգել, երբ Սայաթ Նովայի մասին պատմող ֆիլմը դիտեց։ Երգիչ հայրն էլ նկատելով որդու տաղանդը իսկույն բռնեց նրա ձեռքն ու թույլ չտվեց, որ նա շեղվի հայկական ժողովրդական ու աշուղական երգից։ Անգամ տարիների դադարն ու ժամանակի թելադրանքը չփոխեցին նրա ընտրությունն ու չշեղեցին այդ ժանրերից։ Այսօր միասին կքայլենք Գուրգեն Դաբաղյանի կյանքի ուղիներով։ Մանկություն վերադառնալ եւ վերապրել կյանքի այդ ամենաանհոգ շրջանը Գուրգեն Դաբաղյանն այդքան էլ հաճախ չի ձգտում։ Փորձում է այդ տարիներից վերցնել միայն երազանքներն ու հիմա արդեն ավելի կարող տարիքում իրականություն դարձնել, որովհետեւ կարծում է, որ այդ կերպ բավարարվածության զգացումը լիարժեք կլինի։ Իսկ բնությունը սիրող ու միշտ բնությանը ձգտող փոքրիկ տղայի երազանքներից մեկը ոչ թե երգիչ դառնալն էր, այլ օրինակ հենց բնության գրկում իր փոքրիկ անկյունն ունենալը, որտեղ կարող էր առանձնանալ ու իր հանգիստը վայելել։ Հիմա էլ այդ երազանքն իրագործելու ճանապարհին է, արդեն ոչ միայն հանգստանալու, այլև ստեղծագործելու համար։ Իսկ երգիչ դառնալը երազանք չէր, որովհետև նրանց ընտանիքում երաժշտության ճանապարհով քայլելը կարծես արդեն օրինաչափություն դարձած լիներ։ Գուրգենի վաղ մանկության նկարներում նրան երկարավարձ կտեսնեք, որովհետև ծնողները բավականին երկար ժամանակ մինչև նրան կնքելը չեն կտրել մազերը։ Եթե վաղ մանկության տարիք գնանք, մինչև երգել սկսելս, մինչև դպրոցական այդ տարիներին, շատ լրակյաց, խելոք, լսող, հանգիստ, հանդարտ երեխա եմ եղել հիմնականում, որ պատմում են ծնողներս, մամաս հիմնականում, ի տարբերություն իմ քրոջ եւ եղբոր, որ իրանք ակտիվ են եղել, ավելի աշխուժ են եղել, ես չէ, ես հանդարտ, հանգիստ, հեշտ պահվող, առանց կամակորությունների, մոտավոր նման գծեր ունեցող երեխա եմ եղել։ Բայց հիշում եմ, որ դպրոցական տարիներին արդեն, երբ որ սկսեցի գնալ դպրոց, հատկապես այդ առաջին, երկրորդ, երրորդ այդ տարիքում ես շատ ակտիվ էի ու չարաճճի։ Դպրոցում չարաճճի էի, ակտիվ էի, մասնակցում էի ամեն ինչին, լավ թե վատ առումներով, խաղերից բռնած մինչև կռիվներ, դասերից փախնել, կազմակերպել եւ այլն։ Այս ամեն ինչի մեջ եղել եմ դպրոցական հասակում։ Սենց երկակի կարելի է ասել, որ համենպես, չգիտեմ ինչ որ երևի էներգիա էր կուտակվել այդ փոքր հասակում ու դրանից հետո տենց բացվեց այդ ձևով արտահայտվեց դպրոցում, որովհետեւ վարքս օրինակելի չի եղել։ Շատ օրինակելի վարք ես դպրոցում չեմ ունեցել, չնայած որ սովորելու առումով բաց չեմ եղել, լավ եմ եղել ու ընդունակություններս լավ էր եղել, հիշողությունս լավ էր, շատ քիչ կարդալով կամ քիչ կրկնելով էի սովորում ամեն ինչ, ընդունակությունները շատ մինչև հիմա երգեր, տեքստեր պետքա լինում, շատ արագ եմ սովորում։ Բայց վարքս, մի քիչ չարաճճի եմ եղել, կռվարարել, շատ խաղացող, ակտիվ խաղեր, միշտ վերքերով ընկած ֆուտբոլի խաղերի ժամանակ այդ ասֆալտի հողերի մեջ տենց կա այդպիսի տպավորություն, որ բեմից են միշտ տեսել, էկրաններից են միշտ տեսել, տենց միշտ ինքը երգել է, համերգից համերգ, ձայնագրություն ստուդիայից ստուդիա, ասենց, բայց այդպես չի եղել։ Իհարկե, այդ եղել է։ Մի բաժին, մեծ բաժին եղել է իմ կյանքում, բայց իմ մանկությունը ես ունեցել եմ, դրան զուգահեռ նաև այդ համերգային ստեղծագործական գործունեությունն ա եղել, բայց ես ունեցել եմ մանկություն ավելի շատ, ես մանկության այդ ոչ մի բանով հետ չեմ մնացել իմ հասակակիցներից, իմ դասընկերներից, իմ բակային ընկերներից, ոչ խաղերի մեջ, ոչ կռիվների մեջ, ոչ չարաճճիությունների մեջ, ոչ ծեծվելու մեջ, ես ամեն ինչը տեսել եմ, ինձ շատ դուր ա եկել։ Նույնիսկ ինձ շատ ասում էին, դու հայտնի ես, քեզ հեռուստացույցով ցույց են տալիս, արդեն քեզ բոլորը ճանաչում են, քեզ ամոթ չի սենց բաներ ես անում, քո մասին խոսում են, ծնող են կանչում, ինչ որ բաներ ա արել, ես չէի հասկանում այդ։ Ես ոնց կայի տենց էի, ես չէի մտածում անեմ թե չանեմ, ես ուղղակի տենց էի։ Հենց այդպես էլ առանց խորը մտածելու եւ հասկանալու էլ 4 տարեկան հասակում այդ փոքրիկ տղան հեռուստացույցի առջև կլանված դիտում էր Սայաթ Նովայի մասին ֆիլմը։
հատկապես ուշադրությամբ լսում ֆիլմում հնչող երգերը։ Ավարտից հետո մոտենում է դաշնամուրին եւ ինքն իրեն նվագակցելով սկսում է երգել ու անմիջապես գրավել ծնողների ուշադրությունը։ Դաբաղյանների երաժշտական ընտանիքում ոգևորվում են իրենց գերդաստանում նոր երգչի հայտնությամբ, որովհետև Գուրգենի հայրն էլ երգել, բայց համապատասխան ուսում ստանալու հնարավորություն չի ունեցել։ Եվ այդ բացն արդեն հետագայում չի թողել, որ կրտսեր եղբոր Գևորգ Դաբաղյանի մոտ էլ լինի ու նրան ճիշտ ճանապարհով է ուղղորդել։ Ժամանակն էր նաև որդուն ուղղորդել այդպիսի ճանապարհով։ Գուրգենի քույրն ու եղբայրն էլ ստացել են երաժշտական կրթություն, բայց պրոֆեսիոնալ բեմում հենց նրա քայլերը շարունակական եղան։ Սկիզբը խթան հանդիսացավ Սայաթնովայի ֆիլմը, որ ես նայեցի ու դրանից հետո իմ մեջ արթնացավ այդ բաները, որը որ մայրս առաջինը նկատեց, որովհետև ես ամաչում էի, որ բարձր երգեի։ Իսկ երբ որ ես ու մամաս էինք մենակ տանը լինում, այդ ժամանակ չէի ամաչում։ Ու ես դաշնամուրը բացել եմ, ինքս ինձ մի նոտայով դամ եմ տվել ու այդ դամը գտել եմ իմ լսողությամբ ու սկսել եմ երգել։ Դե որ տեսել էի Սայաթնովա ֆիլմը, Սայաթնովա ֆիլմի երգերն եմ երգել արդեն առաջինը ու Թամամաշխար երգը։ Թամամաշխար պտուտ եկա, որ այնտեղ մրցույթի է, տեսարանը տպավորիչ է բան։ Այդպես ու մամաս լսելով արդեն 1-2-3 անգամ որ լսել այդ նույն բանը անում եմ, երբ որ մենակ ենք տանը, արդեն պապայիս է ասել, որպեսզի պապաս արդեն որպես մասնագիտական մոտեցում ցույց տա, մի խոսքով։ Հայրիկս արդեն ինձ լսեց, ճիշտ է, սկզբում թերահավատորեն է նայել, որ չի պատկերացրել։ Բայց հետո որ լսել է, տեսել է ինչ որ բան, ոնց որ թե կա, եւ ինքը սկսեց երգեր սովորացնել ինձ, տարբեր բարդության եւ գնալով քիչ-քիչ բարդության աստիճանը շատացնելով, որ տեսներ մինչև ուր եմ ես ձգում, սենց ասած, մինչև ինչ բարդության երգերն եմ կարողանում հաղթահարել։ Առաջին բեմելը մի քանի մրցույթներ էին, հիմա լավ չեմ հիշում որոնք էին, որն էր ավելի ճիշտ, բայց հիշում եմ մի քանի մրցույթներ, տարբեր իրարից առանձին։ Մասնակցել եմ եւ այնտեղ կային շատ երեխաներ, ինձ հասակակիցներ եւ ժանրերի էր բաժանված, կար ջազ, վոկալ, դասական վոկալ, ժողովրդական եւ ես ժողովրդականն էի ներկայացնում եւ բոլոր այդ 3 հանրապետական մրցույթները 94-5 թվականներին ես որոնք մասնակցեցի, բոլորը հաղթեցի։ Սայաթնովա երնեքիս թե սանիս, Սայաթնովա երնեքիս թե սանիս, հապուտ խատրին բարդուն Իհարկե, հայրիկիս եւ հորեղբորս դերը շատ մեծ է եղել։ Տան աշխատանքները երգերի մշակման, երգացանկը ընտրելու, թե ստուդիայի ձայնագրությունների, թե համերգների հիմնական պապայիս հետ է եղել այդ սև աշխատանքը։ Հորեղբայրս նույնպես մասնակցել է, ավելի քիչ տոկոսով, հորեղբայրս, բայց օգնել է շատ ուրիշ հարցերում, իմ կողքին է եղել հատկապես այդ փոքր ժամանակ, երբ որ ես փոքր էի, ոչ մեկի չունեի շրջապատ, ծանոթություն եւ այլն, եւ շատ արգելքներ պետք էր ճեղքել, հաղթահարել, իրանց դերը շատ մեծ է եղել, բայց պետքա չմոռանալ ամենակարևորը, երգել եմ ես։ Երգողը ես եմ։ Իրենք չեն իմ փոխարեն երգել։ Այսինքն ցախորդ օրերի խաղերը անող եղել եմ ես, Դունեն գլխեն երգողը մեկնաբանող եղել եմ ես մինչև հիմա։ Իրանք չեն իմ փոխարեն երգում։ Հորովել եմ երգում ակապելլա կամ չգիտեմ կալի երգ, քանքարավոր ընկեր, հայրենիքից ջուր եմ ջիվանի երգում, մարդը լացում է։ Դա հոպարս չի երգում, պապաս չի երգում, մամաս չի, ոչ մեկ չի, դա ես եմ։ Ինքը այդ էմոցիան արհեստական չի լինի։ Մարդուն ստիպելով չես լացացնի, մարդուն ստիպելով չես հուզի, որ փշաքաղվի ամբողջ մարմնով։ Փոքր տարիքից մինչև այսօր։ Սա ամենակարևոր բանն է։ Ամենակարևոր քայլերից մեկը նաև ճիշտ ժամանակին կանգ առնելն ու այդ դադարով կարիերայի ապագան չվնասելն է։
Իսկ հատկապես երգիչ տղաների պարագայում հասունացման ու ձայնափոխման շրջանում այդ դադարն անխուսափելի է։ Անխուսափելի եղավ նաև Գուրգեն Դաբաղյանի համար։ Հայաստանում, Միացյալ Նահանգներում ու աշխարհի տարբեր երկրներում փոքրիկ երգիչը մի շարք մենահամերգներով հանդես եկավ։ Թողարկեց իր ժողովրդական ու աշխուղական երգերի ալբոմը, ունեցավ մեծ ճանաչում, որից հետո շուրջ 4-5 տարի նա այլևս երգել չկարողացավ։ Իսկ որտեղ էր այդ շրջանում եւ ինչով էր զբաղվում։ Գուրգեն Դաբաղյանն այսպես է պատասխանում. Այդ տարիներին ես աշխուղագիտություն բավական ուսումնասիրեցի, խորությամբ սովորեցի, որտեղ երգացանքիս մեծ մասը, ճնշող մեծամասնությունը հենց աշխուղական երգեր էին, աշխուղների ստեղծագործություն, աշխուղաշոտ, հավասի, շերամ, ջիվանի, սայաթնովա, հիմնական 90-ից ավել տոկոսը սրանք էին կազմում։ Ուղղակի ժողովրդական ասում ենք, քանի որ աշխուղական երգերն են համարվում ժողովրդականի ընդհանուր ազգային երաժշտության մեջ են մտնում դրա համար, բայց ազգային կոնկրետ ֆոլկլոր տեսակի երգեր շատ չի եղել իմ երգացանկում։ Հիմնական աշխուղական ուսումնասիրեցի, տարածաշրջանի երաժշտությունը, ինչ ընդհանրություններ կան, մեր հարևանների երաժշտությունները, եւ այս ակունքներով խորացա, չնայած որ կոնսերվատորիա ընդունվեցի դասական բաժին որպես խմբավար։ Խմբավարության բաժին սովորեցի եւ ինձ էլի ծնողներս, մայրս հատկապես եւ հորեղբայրս ինձ ուղղորդեցին, որպեսզի գլոբալ երաժշտական գիտելիքներով ես հարստանամ այդ տարիներին։ Այլ ոչ թե ուղղակի, ինչ որ ժողովրդական երգեր, լավ երգեմ ու վերջ։ Դասական երաժշտությանը ես տարիներ շարունակ խորացած ուսումնասիրել եմ, բայց երևի իմ ժողովրդական աշխուղական երգի մեջ լինելուց էր ինձ միշտ ավելի շատ արևելյան ասելով, եթե սենց աշխարհագրությամբ քարտեզով պատկերացնենք, Հունաստանից սկսած մինչև Հնդկաստան այդ հատվածն է միշտ ամենաշատը հետաքրքրել ու նաև դուր եկել։ Հունաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Իրան, դե արդեն այնտեղ գալիս է միջին ասիական երկրները եւ Հնդկաստան, բայց հիմնականում որպես հենասյուներ, դե մեր հայկականից բացի, հայկականի մասին առանձին, Իրան եւ Հնդկաստան որպես հիմնական սյուներ, որոնցից առաջացել ու ստեղծվել են հետագա այս նշածս ազգեր ու երկրները օգտվելով, իրենցն էլ ստեղծելով, իրենցն էլ ավելացնելով, բայց որպես հիմնական, նաև ինձ հետաքրքիր էր նրանով, որ հայկականը շատ նմանություններ, ընդհանրություններ եւ նաև տարբերություններ ինչու մակայանում ունի այս երկուսի հետ։ Օրինակ զարմանալի էր, բայց ինձ հետաքրքրել էր այն բանը, որ Սայաթնովան իր նկարագրությունների մեջ որ Մանեկա Հաբեշ Հնդստան, այսինքն ինքը ճամփորդել է, նավարկել է այդ երկրները եղել է եւ ընդեղի հետ կապված շատ եւ բառեր օգտագործել եւ երաժշտության մեջ է բաներ օգտագործել ու ես այդ հետքերով նաեւ նույնիսկ Հնդկաստան եմ գնացել, ամիսներով մնացել, ապրել, ծանոթացել եմ շատ երաժիշտների հետ, ուսուցիչների հետ ու ինձ հետաքրքրող շատ բաներ, ինչքան որ հնարավոր էր այդ ժամանակ իմացել եմ։ Արդեն նոր գիտելիքներով եւ երգի ու երաժշտության հասուն ու խորքային ընկալմամբ 4 տարվա դադարից հետո 18 տարեկանում Գուրգեն Դաբաղյանը նորից բեմ է վերադառնում եւ նորից մենահամերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որտեղից էլ վերսկսվում է երգչի երաժշտական ակտիվ գործունեությունը, որն այդ շրջանում էլ անմասն չմնաց տարաբնույթ խոսակցություններից։ Ջերմությունը կար, որովհետեւ հանդիսատեսի տպավորությունները այնքան շատ էին իմ մանկության հետ կապված, այնքան տպավորիչ էր, որ ես այդ տարիներին ինչքան ինձ տեսնում էին հասարակ մարդիկ փողոցում, տարբեր տեղերում ինձ միշտ ասում էին, երբ հա լինելու էլի համերգ, երբ հա էլի նոր երգ դուրս գալու, անդադ սպասում էին, ոնց որ ընդհանրապես ասենք 4-5 տարի անցել էր, բայց ոնց որ բան անցած չլիներ, շատ էին սպասում ու նենց անցավ այդ ժամանակահատվածը հանդիսատեսը շատ սպասումով էր։ Իհարկե խորթության որոշ բան կար արդեն մեծի հաստատուն ձայնով երգելու եւ մանկականի հետ բնական է դա լինելու էր, այդ տարբերությունը լինելու էր շատ դժվար անցում է դա ու անցումային փուլ է ու շատ երգիչներ եթե երգել են մանկական հասակում էլ չեն կարողանում այդ արգելքը հաղթահարեն եւ նորից շարունակեն այդ ինչ որ արել են։ Բայց իմ դեպքում
Փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ, դժվարություններ բնականաբար եղան, խոսակցություններ ամեն տիպի եղավ, լսել եմ ամեն ինչ էլ, բայց այդ ամեն ինչը իրենց տեղում մնացին, ժամանակը անցավ առաջ եւ ես շարունակեցի մինչեւ այսօր շարունակում եմ ստեղծագործել իմ ժանրում երգեր, պրպտումներ, մի խոսքով ձայնագրություններ, նոր երգեր, նորություններ, հանդիսատեսը կա։ Ինչքան էլ սիրում են սիրողներ կան, բայց գիտենք, որ կան նաեւ մարդիկ, ովքեր չարախնդալ ասեմ, նախանձ ասեմ, այս ամեն ինչը կա։ Մանավանդ մեր բնագավառում երգերաշտության մեջ շատ կա։ Եվ բնական է, որ պետքա լինեին խոսակցություններ, որ ասեին, բայց առաջվանը չի, էլեն չի, ինչ որ նմանատիպ բաներ, բայց դրանք մնացին շատ քիչ տոկոսի մակարդակում եւ չհիմնավորված մակարդակում, որովհետեւ հիմնավոր պատճառ չկար։ Եթե խորանում էիր մասնագիտորեն, ապացույցներով, զուտ պրոֆեսիոնալ մակարդակով, վերջում զգացվում էր, որ դա ավելի շատ չուզելու իրանք էին տենց ուզում տեսնել, դրա արդյունք էր, այսինքն ոչ մի հիմնավորված բան չկար։ Իսկ հետագա իմ տարիների աշխատանքը, նորությունները, համերգները, նոր երգերը, ավելի հաստատուն, ավելի լավ անդադ որակի վրա աշխատելով, դրանք ընդհանրապես դա շատ վաղուց խոսակցություններ եմ ես ասում, որ հիմա արդեն ընդհանրապես մնացել է անցյալում։ Գուրգեն Դաբաղյանն ուրախությամբ է նկատում, որ այսօր իր ժողովրդական ու աշխուհական երգերը նաև նոր գործիքավորմամբ կարողանում է տարբեր կորպորատիվ միջոցառումների ժամանակ ներկայացնել։ Եվ ինչ որտեղ իր հերթին կոտրել այն կարծրատիպերը, թե օրինակ հարսանիքների ժամանակ հնարավոր չէ ապրել այդ երգերի տակ։ Այն խոսակցությունները, որ կան դե ժողովրդական երգերը հին տխուր երգեր են, այդ երգերի տակ ուրախանալ չի լինում, քեֆին, ոնց կլինի ժողովրդական երգերի տակ ապրել, այդ խոսակցությունները քիչ հետ են նահանջում ու կորում են։ Այսօր շատ հենց հարսանիքների ժամանակ շատ կարևոր է մեր հնուց եկած հարսանեկան ծիսական երգեր ենք մենք ունեցել, ամբողջ այդ երգերի տակ է հարսանիքներն անցկացվել։ Ճիշտ է, այդ նույն երգերը չէ, բայց ժողովրդական ինչ որ երգերի ազգագրական, թեկուս շարանների երգերի տակ մարդիկ ապրեն ուրախանան, որ այդ տպավորությունը բնական է, ուրիշ ժանրեր պետքա լինեն, այդ միջավայրում պետքա լինի, ամեն ինչ էլ պետքա հնչի մինչև արտասահմանյան անգլերեն երգերից, դիջեյների, մինչև ամեն երաժշտություն, որ գիտենք կա, բայց այս երաժշտությունը իր կարևոր տեղն ունենա ու լավա որ կա, օրինակ տարիներ առաջ ոչ ոք չէր կարողանա պատկերացնել, որ կարա ազգագրական երգերի շարան հնչի եւ մարդիկ շուրջ պար բռնեն գովընդ պարեն այդ երգերի տակ, Յարխուշտա հնչի, Յարխուշտա պարեն, ժողովրդական երգերի շարան ես երգեմ, Լուսինե Սամպիտակին երգը դառնա հիթ, այդքան ճանաչված, որ անեն լիքը քավերներ, այդ քավերները երգվի, արդեն 10 տարուց ավել այդ երգը դուրս է եկել, բայց միջոցառումների ժամանակ, ռեստորանների հայն է գալիս երգը, Զարթնիր մասիս հայն է գալիս ռեստորաններում հնչի, խոսք չի գնում մենակ իմ կատարմամբ, որ հրավիրում են երգում եմ, այլ ընդհանրապես կամավորի երգը, այսօր կամավորի երգը հնչում ամենտեղ 10-15-20 տարի առաջ իմ փոքր ժամանակ, որ ես երգում էի, անհնար էր պատկերացնել sense բան, այսօր կա։ Իհարկե դրա կողքին են վատնել կա լիքը գողացած երգերը մեր հարևաններից, որ վերցնում բառերը փոխում են հայերեն, որ ոչ մեկ չի իմանա երգում, էդ էլ կա, բայց դրա կողքին էս էլ պետքա տեսնենք։ Իրոք ժողովրդական ազգային երգեր են հնչում այդ առիթների ժամանակ։ Դա ես համարում եմ շատ կարևոր բան, աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի գործիքավորումները իրենց հնչողությամբ, իրենց որակով չզիջեն մյուս ժանրերին եւ հնչեն այդ առիթների ժամանակն այնց, որ մարդիկ էլ քեֆ անեն, ուրախանան այդ երգերի տակ, դա շատ կարևոր եմ ես համարում, որպեսզի կենցաղից այդ երգերը դուրս չմնան, չդառնան թանգարանային, շատ կարևոր է։ Հիշում եք, երբ 2015 թվականին ընտանիքով Հայաստան ժամանեց Քիմ Քարդաշյանը։ Սոցիալական էջերում Գուրգեն Դաբաղյանի նրանց հետ հանդիպումից էլ կադրեր տարածվեցին։ Պարզվում է, ամերիկահայ հեռուստաաստ Ղայտորերին ցանկություն է հայտնել լսելու հայկական երգ ու երաժշտություն։ Եվ նրանք այդ ցանկությունն իրագործելու համար կապ են հաստատում Գուրգեն եւ Գևորգ Դաբաղյանների հետ։ Հանդիպման ժամանակ առաջինը առանց որևէ խոսք ասելու, իրանք այսպես նստած էին, զրուցում էին, Kanye West-ը, Kim-ը քույրն էր, իրանց շատ մարդկանցով հանդերձ նկարահանողներով բանով։ Առաջինը միանգամից հոպարը սկսեց նվագել
դուդուկով դլեի աման։ Ու այսպես միանգամից քարացան, միանգամից լռություն, բոլոր խոսակցությունները, վաու, այսպես վիճակ միանգամից, այս մթնոլորտը փոխվեց։ Նվագից հետո բնականաբար ծափահարություններ, շնորհակալություններ, այս ինչ գործիքա մոտեցան, հոպարը գործիքը ցույց տվեց մոտիկից, ձեռք տվեցին, մի քանի բառով բացատրվեց, սա ինչ գործիքա, ոնց են սարքում, ինչից եւ այլն դուդուկի մասին էր խոսքը եւ դրանից հետո արդեն ես ոչ թե անպատրաստից, անակնկալ, այլ խոսքով խոսեցի, երկու բառ ներկայացրի, ասի հիմա ես անգլերենով բնականաբար, ասի ես հիմա ձեր համար կկատարեմ երգ հայկական, որ ուզում էիք դուք լսեիք եւ հիմա ես կկատարեմ դուդուկի հետ եւ դամով, ընդամենը դուդուկի դամով երգեցի հորովելը ու քարացած իրանք լսում էին, քարացած։ Հատկապես հետաքրքիր էր շատ, հետո հարցերից ես հասկացա Kanye West-ին, քանի որ ինքը երաժշտության մեջ է, երաժշտության մարդ է, իրան շատ հետաքրքիր էր, թե սա ինչ տեքստ է, ինչ է իրանից ներկայացնում, որտեվ շատ էր իրանց համար նոր բան չլսված, իրանց այդ երաժշտական աշխարհից պատկերացնում եք ամերիկյան այդ պոպ ինդուստրիայից միանգամից հորովել դուդուկի դամով լռության մեջ, մի խոսքով այդ երգից հետո մենք մի քանի բառ շփվեցինք, խոսեցինք, ես ասեցի երգը ինչ է, աշխատանքային երգ, հայկական, ժողովրդական, կոմիտաս, գրառած, մի խոսքով, ինչքան հնարավոր էր այդ պայմաններում ասեցի։ Ես նաև նվիրեցի DVD, իմ DVD-ին հավաքածու տարբեր երգերի եւ նաև այդ DVD-ի մեջ կար շատ կարևոր էր, որ ես ուզում էի այն վիդեո տեսանյութը 5 րոպեանոց, որտեղ ցույց է տալիս, որ ես բարձրացել եմ Արարատի գագաթ եւ այնտեղ մի խոսքով երգել եմ Հայաստանի օրհներգ եւ այլն, այս տրամադրությունն է եւ ես ասացի, որ այս DVD-ին խնդրում եմ նայեք, որտեղ ես այնտեղ բարձրացել եմ Արարատի գագաթ, շատ զարմացավ, հեսա Քիմին եմ ասել։ Քիմը շատ զարմացավ, օ really, ինձ սկսեց հարցեր տալ, որ իսկապես դու բարձրացել ես, հա, ասել ես բարձրացել եմ, մենք երգել ենք այնտեղ, բան, ասեց անպայման կնայեմ, վերցրեց, դուդուկ էլ նվեր ստացավ, փոխանակվել է կապ իրենց օգնականների հետ, կոնտակտներ փոխանակվել է եւ հետագայում կապ եղել է, պահվել է, ուղղակի իրենց գրաֆիկը հաշվի առնելով եւ անդադ ինչ որ ուրիշ միջնորդ մի քանի մարդկանցով այդ կապը գնալ գալը դժվարացրեց եւ ժամանակի ընթացքում հիմա դե կապ պահելու ոնց որ բան էլ չկա, այսպես ասած, բայց սկզբնական շրջանում, հա, կապ կար, երգ եմ էլի ուղարկել, եթե չեմ սխալվում, ինչ որ երգ էի ձայնագրվել, ուղարկել եմ, լսել են, արձագանքել են, այսպիսի մի քանի նամակագրական փոխանակումներ եղել են։ Երբ բեմահարթակ վերադարձից հետո կարիերայում ամեն ինչ նորից իր տեղն էր ընկել եւ երգիչը շարունակում էր իր շրջագայություններն ու տեսահոլովակների նկարահանումները, ասես սվերում էին մնացել անձնական կյանքում փոփոխություններ կատարելու քայլերը։ Հենց այդ շրջանում էլ շատ պատահական Գուրգեն Դաբաղյանը տեսնում է մի աղջկա նկար ու տարվում նրա գեղեցկությամբ։ Իսկ հետո պարզում, որ այդ աղջկա հայրն ու առհասարակ ընտանիքը մտերիմ են իրենց, ինչն էլ մեծ դեր է խաղում նրա վերջնական որոշման հարցում։ Եվ Գուրգենը սկսում է քայլեր ձեռնարկել այդ շրջանում Ռուսաստանում գտնվող Իննայի հետ ավելի մտերմանալու համար։ Այդ քայլերն արդեն 2019 թվականին նրանց հասցրին եկեղեցի, որտեղ էլ Գուրգենն ու Իննան սիրո երթում տվեցին։ Մարդ նախ եւ առաջ հասարակ կարող է թվա, բայց պետքա սիրուն լինի, գրավիչ լինի, որ քեզ դուր գա, դու ցանկություն ունենաս իր հետ շփվելու սկզբից էլ։ Իսկ իմ Ինան այդ ամեն ինչը ուներ, չափից էլ մի բան էլ շատ, իր տեսքով, իր կանացիությամբ, իր բոյբուսով գրավելով ինձ, առաջին տպավորությունը ստեղծելով այդպես։ Իսկ հետագա արդեն շփումը որպես մարդ իրան բացահայտելը ավելի ինձ տարավ այդ էմոցիաները շատացնելուն, ավելի սիրելուն եւ գնահատելուն, հասկանալով սիրելուն ու գնահատելուն, որովհետեւ երբ որ տեսնում ես մարդը բարի է, ազնիվ է, պարզ է իր ամեն ինչի մեջ եւ այլն, կարեւոր մարդկային շատ կարեւոր գծեր, որոնք
Եթե դու պետք է ընտանիք կազմես, հետագայում անընդհատ առնչվելու ես այս մարդկային գծերի հետ։ Մարդը եթե սուտ խոսանա, ամեն քայլ սուտ է խոսում, դա ուրիշ է, ամբողջ կյանքը պետք է տենց մարդու հետ ապրես։ Բայց եթե մարդը պարզ է, ազնիվ է, կամ մարդ եթե չկամու նախանձ է, անդադ քո հետ կապված չէ թեկուզ, բայց կողքից ուրիշ մարդկանց հետ ինչ որ լսում ես անիծում կամ sense բաներ անում, դա ուրիշ մարդ է արդեն։ Իսկ եթե հակառակը լսում ես բոլորի հանդեպ ուզում է, թող բոլորի համար էլ լավ լինի, նույնիսկ եթե վատ են ասել կամ վատ բան են արել, ոչինչ Աստված իրանց հետ, թող իրանք էլ իրանց ճանապարհով, պետք չի ոչ մի բան ասել, անել, պատժել կամ sense մարդը, դա լրիվ ուրիշ մարդ է արդեն։ Դու հասկանում ես, որ պետք չի տենց մարդուն քո ձեռքից բաց թողես։ Այսինքն եթե դու գնահատում ես, հասկանում ես, գնահատում ես ու կարևոր են քո համար այս որակները մարդկային, դա ուրեմն նվեր է քեզ եկել, որը ինչը որ մեր դեպքում հենց տենց եղավ։ Ինան իր մարդկային գծերով հետագայում էլ մինչև այսօր էլ ապացուցում է, որ ինքը մարդկային բոլոր բարձր հատկանիշներն ունի եւ երևի դա է պատճառը, այն որ ասում են աչքով չտանք, բայց ես սնա հավատ չեմ, որ մեր ընտանիքը ամուր լավ Գիտեք, մենք հասուն մարդիկ ենք, ամուսնանալու ժամանակ էլ հասուն մարդիկ էինք ձևավորված, չնայած ինան տարիքով երիտասարդ էր բավականին, մենք շփվում էինք դեռ ինքը դպրոցական էր, բայց իր մտածելակերպը աշխարհայացքը բավական հասուն, բավական լուրջ, ծանրակշիռ իր խոսքի որոշումների մեջ, ինչը որ արդեն չէր տալիս այդ տպավորությունը մեր տարիքների տարբերության եւ ես էլ շատ հասուն էի, որովհետեւ փոքր հասակից այնպիսի կյանք եմ ունեցել, այնպիսի խտություն, շփումներ տարբեր մարդկանց հետ, ինձանից մեծերի հետ, հիմնականում մեծահասակների լուրջ մարդկանց հետ, որ կարար դժվարություններ լիներ։ Բայց գիտեք ինչ, եթե փոխադարձ հարգանքը, սերը, համաձայնությունը այդ ամեն ինչը կա, այդ վերաբերմունքը տեսնում ես ընտանիքների ջերմությունը, վերաբերմունքը քո ծնողների հանդեպ, ջերմությունը, որ տարբերություն չես դնում քրոջ, աղջկա քո երեխայի, իմ ծնողների կողմից, շատ բան ասում դա։ Այդպիսի ջերմությամբ լցված ընտանիքում էլ 5 տարի առաջ ծնվեց Գուրգենի եւ Ինայի առաջնեկը՝ Շուշաննան։ Իսկ ընդամենը ամիսներ առաջ էլ նրանց ընտանիքում եւս մեկ համալրում եղավ։ Ծնվեց երգչի որդին։ Նրան էլ ի պատիվ հայրիկի Լևոն անվանակոչեցին։ Արդյոք նրանք էլ կընտրեն հայրիկի ճանապարհը, այդքան էլ կարևոր չէ։ Կարևորը երգչի համար նրանց ճիշտ ընտրությունն է։ Ամեն ինչից որ խոսեցինք, մանկություն բան երկար։ Հիմա որ ասում եք երկու երեխաների հայր եմ, ես զգում եմ, պատկերացնում եմ, մի տեսակ հավատս էլ չի գալիս։ Բայց դա իրականությունն է մեր կյանքի, ես շատ ուրախ եմ դրա համար, որ ունեմ երկու հրաշք բալիկներ, իմ Շուշաննան, որ անփոխարինել է իմ համար եւ Լևոնս, որ ծնվեց ամիսներ առաջ, նույնպես անփոխարինելի է ինքը։ Զգացողությունները, գիտեք, նորություն ասած չեմ լինի։ Բոլոր ծնողները ինչ են զգում։ Պատասխանատվության, երջանկության, ուրախության զգացումներ, պարտականության, բայց ուրախ եմ նաև, որ իմ ընտանիքին զուգահեռ ընտանիքը չի խանգարում իմ գործունեությանը, որովհետև ես իմ կյանքի ճանապարհը, ուղին կարևոր համարում եմ մանկությունից սկսած այն ստեղծագործական կյանքը, այն ճանապարհը, որը ընտրել եմ ու գնում է ու գնալու է մինչև կյանքիս վերջ։ Եվ հակառակն ասեմ, ընտանիքը նպաստում է ինձ, ընտանիքը ինձ ստիմուլ է տալիս, մոտիվացնում է, չգիտեմ, շատ լավ ամեն ինչ, ես երջանիկ ու ուրախ եմ։ Գուրգեն Դաբաղյանի երգերում սիրո թեման է գերակշռում, սերն իր բոլոր դրսևորումներով, սերը հայրենիքի, սերը կնոջ ու սերը նաև ծնողների նկատմամբ, թե հոր և թե մոր։
այն մարդկանց, որոնք առաջին են նկատել ու իրենց որդու համար ճանապարհներ են հարթել։ Անսահման սիրում եմ քեզ մամջան, պաշտում եմ քեզ մամջան, քիչ է քեզ մամջան, քիչ է քեզ մամջան։ Իմ երգերում էլ նույնպես, այսինքն սերը գերակշիռ է, բայց ասեմ, որ ես իմ երգերի հիմնականում երաժշտությունն եմ գրում։ Բառերը ունեմ գրած, բայց բառերը շատ չի որ գալիս է, իսկ մտածելով արհեստական բառեր գրել չեմ ուզում։ Եթե գալիս է, ֆիքսում եմ, արձանագրում եմ դրանք, բայց բառերի հարցում աշխատում եմ եղբորս հետ Նարեկ Մնացականյանը, որը հրաշալի տեքստեր է գրում եւ իմ մամջան երգի բառերն է ինքը գրել, երգերի հարցում ավելի շատ բառերը չեն կարևոր։ Կարևորը երգն է, երաժշտությունը, մեղեդին, որը որ երաժշտության հոգին է համարվում, եւ որ իր հնչողությունը հայկական է եւ իմ ժանրի մեջ, ժողովրդական ժանրի մեջ է։ Եվ լսողը լսում է հայկական, հայեցի երգ կարևորը։ Իսկ տեքստը կլինի մեկը սեր, մեկը մայրիկին նվիրված, մյուսը հայրենիքին, դա արդեն իմ կարծիքով ավելի երկրորդական է։ Գուրգեն Դաբաղյանը մանկության տարիներից ի վեր բնության հանդեպ սիրո միաննկարագրելի զգացում ունի։ Սիրում է բարձրություններ հաղթահարել, գնալ սարեր ու վայելել այն խաղաղությունը, որն ուրիշ ոչ մի տեղ գտնել չես կարող։ Հենց այդ սերն էլ 2009 թվականին երգչին տարավ Արարատի գագաթ, որտեղ հասան մեծ դժվարությամբ ու որտեղ էլ երգեցին նույնքան մեծ սիրով։ Ես մեր շատ հարազատ մտերիմ ծանոթներից մեկի տանը, իրանահայերեն, հանդիպեցի լեռնագնաց Կարո Հովասափյանի հետ, ով միակ հայն աշխարհում, որ բարձրացել է բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերը, աշխարհի բոլոր մայրցամաքների, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Եվրոպա, մի խոսքով Ասիա եւ Էվերեստն էլ բնականաբար եւ Հայաստանի եռագույնը այդ բոլոր գագաթներին, որ բարձրացել է, ծածանել է։ Ինքը երբ որ լսեց իմ էս ծրագրի մասին, որ մենք պլանավորել ենք ամռանը բարձրանալ, ասեց մի րոպե մի հատ տեղ եմ գնում, բան բերեմ։ Գնաց, մի քիչ հետո վերադարձավ, մի այսպես տոպրակի մեջ Հայաստանի դրոշը ծալած դրած, բացեց, ցույց տվեց, ասեց, էս այն դրոշն է, որը որ աշխարհի բոլոր մայրցամաքների բարձր կետերում ես բարձրացել եմ եւ ծածանել եմ։ Այս դրոշը նվիրում եմ քեզ, նվիրեցի ինձ այդ դրոշը եւ ասեց, երբ որ դու բարձրանաս Արարատի գագաթ, այս դրոշը քո հետ տանես եւ ծածանես։ Եվ որ նկարում, վիդեոներում կա Արարատի գագաթին ես կանգնած դրոշին վրա փաթաթած, այդ հենց այդ եռագույնն է։ Մեծ խումբ էր, որ մենք բարձրանում ենք, հենց մեր խմբում շատերը 4200-ի ճամբարից հետ դարձան, չկարողացան գլխացավեր, գլխապտույտներ, քթի ծառնահյուսություն սկսեց ու իրանք հետ դարձան, շատ-շատերը, 14 հողքանոց խումբ էր, մենք երևի 4-5 հոգով տեղ հասանք։ Խորտորերը զմրան նման կուգան ու կերթամ, վհատելու չէ վերջ կունենամ, կուգան ու կերթամ։ Իմ կարծիքով հիմա մեր աշխարհում չարությունների, ագրեսիայի, որ այսքան շատացել է, պայքարի, մրցակցության, դաժանության հիմքում հիմնական ընկել այն բանը, որ մարդիկ կապն են կորցրել բնության հետ։ Իսկ կապը կորցնել բնության հետ նշանակում է կապը կորցնել ինքդ քո հետ։ Առանձնանալ։ Դրա համար մարդկանց մոտ առաջ են գալիս անմարդկային հատկություններ, դեպքեր ես լսում, ինչ-որ բաներ ես կարդում, անմարդկային, որ չի տեղավորվում քո գլխի մեջ։ Բայց հետո այդ մրցակցային բանը, գումարի հետ կապված այդ մոլուցք արդեն հիվանդագին, այդ մրցակցությունը ավելի շատ է, որը վերջ չունի, անսահման տենց գնում է ու տանում է էլի վատ տեղեր։ Ինչ որ մի պահի, երբ որ գնում ես բնության մեջ, ինչ որ բնության մեծ մասշտաբները, տիեզերքի աստվածային մասշտաբներ ես զգում, հասկանում ես այդ ամեն ինչ ինչքան փոքր են։ Ու մեր կյանքը ինչքան կարճ է, շատ պուճուր հատված է մեզ տրված, ոնց որ Թումանյանն ասում, ուրախ անցիր 2 օրվա ես ճամփետ, այդ խոսքի նման
մարդը սկսում է գիտակցել, որ կարելի է տենց ապրել, բայց այս ստոպ տալուն ինչ որ մի պահի որ հասկանաս պետքա ստոպել տաս ու կարողանաս էլ ստոպ տաս այդ բանի, եթե երբ որ դու անդադ այդ բանի մեջ ես զգում ես, չես էլ հասկանում այդ այ որ մեկ-մեկ գնում ես, առանձնանում ես այդ վիճակներն ա գալի քո մոտ, նաև գալիս են այդ մտքերը, որ այս ինչ միգուցե ամբողջ կյանքս արել եմ ու անիմաստ բանի հետևից եմ վազել, որ նապաստակ անդադ գազարի հետևից վազել, գազարն էլ նույն չափով իրանից միշտ հեռացել է ու ինքը տենց էլ չի հասել։ Որովհետև այս ամեն ինչի հիմքում մի քիչ առաջ որ խոսում էինք, ընկած է երջանկությունը, եթե դու վերջին հաշվով դու երջանիկ չես, անիմաստը դուրս գալիս է այդ ամեն ինչը։ Եթե դու երջանիկ ես ինչ որ մի վիճակում, նոր է իմաստ ունենում այդ քո արածը։ Մանանաթեքնոլոջի ընկերությունն արդեն 8 տարի հայկական շուկայում մատուցում է ծառայություններ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այս պահին ընկերությունը սպառողին է առաջարկում արևային կայանների տեղադրման եւ սպասարկման, արևային ջրատաքացուցիչների եւ ջերմային պոմպերի տեղադրման, ինչպես նաեւ էներգամատակարարման ծառայություններ։ Մանանաթեքնոլոջին հանդիսանալով հայտնի Այկո բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում իր սպառողին է առաջարկում արևային կայաններ երկկողմանի բարձր էֆեկտիվությամբ վահանակներով։ 2024 թվականին ընկերությունը ստացավ էներգամատակարարման լիցենզիա, ինչը նշանակում է, որ ընկերությունը կարող է բաժանորդներին մատակարարել էլեկտրաէներգիա անհամեմատ մատչելի սակագնով։ Սպառողի գոհունակություն, սպառողի գնահատական, տարվա լավագույն բնապահպանական նախագիծ ոլորտի առաջատար, այս ամենը մեր գործընկերոջ Էկոփենի մասին է։ Էկոփեն ընկերության գրիչներն ամբողջովին ձեռագործ են, պատրաստված թղթից եւ անակնկալ բույսի սերմերից։ Պատվիրել կարող եք ցանկացած տպագրության, ցանկացած քանակի զանգահարելով 033 88 88 34 հեռախոսահամարով կամ պարզապես գրել Էկոփենի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Գուրգեն, մեր գործընկեր Էկոփենը հատուկ քեզ համար անվանական էկո գրիչներ է պատրաստել։ Շնորհակալ եմ։ Գուրգեն համազգային խորհրդի կողմից ոսկե դափնի մրցանակին արժանացած մեր գործընկեր Էլբակյան կրթահամալիրում անցկացվում են վեբ ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի եւ շատ այլ դասընթացներ, ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն ձևաչափով։ Էլբակյան կրթահամալիրը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի։ Գրանցվելու համար կարող եք գրել Էլբակյան կրթահամալիրի Facebook-յան եւ Instagram-յան էջերին կամ պարզապես զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Արի Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Դամատ Թվին աշխարհահռչակ բրենդին իմ այս նորաձև եւ հարմարավետ հագուստը տրամադրելու համար։ Դամատ Թվին, Dalma Garden Mall առաջին հարկ եւ Երևան Mall առաջին հարկ։ Եվ իհարկե շնորհակալություն ենք հայտնում Prime Hold ռեստորանային համալիրին մեր նկարահանումներին աջակցելու եւ այս գեղեցիկ անկյունը մեզ տրամադրելու համար։ Ռեստորանային համալիրը գտնվում է Եղվարդի խճուղի Ձոր 3 հասեում, առանձնանում է իր խոհանոցով եւ խոհարարական պրոֆեսիոնալ թիմով, որոնք մատուցում են հայկական եւ եվրոպական խոհանոցի կատարյալ միքս։ Այստեղ գիտեն գեղեցիկ երեկոների բանաձևը։ Գուրգեն Դաբաղյանի ապրած 38 տարիներից շուրջ 30-ը պրոֆեսիոնալ բեմում են եղել։ Ու այսօր էլ երգչի կյանքում ստեղծագործական ակտիվ շրջան է։ Նոր երգեր թողարկելուց բացի նա շարունակում է իր շրջագայություններն աշխարհի այն անկյուններում, որտեղ հայեր կան, որ նրանց էլ ներկայացնի հայ երգը, որ նրանք էլ կարոտով չմնան։ Առհասարակ Գուրգենն իրեն երասկոտ չի համարում եւ ամեն ինչին փորձում է իրատեսորեն մոտենալ, որ ոտքերը հողից չկտրվեն երբեք։ Ես կուզեմ, որ մենք բոլորս մեր ժողովուրդը մարդիկ գիտակցեն, որ ամեն ինչ ժամանակավոր է, անցնում է մեր կյանքում եւ հուսահատվելը ինչից էլ որ լինի անիմաստ է, որտեւ ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը եւ այն ինչի համար որ ինչ որ մի ժամանակ հուսահատվում է, քեզ թվում էր ամենավատ բանը աշխարհի, կարող է գա մի ժամանակ, որ քեզ թվա լավ բան է եղել եւ հասկանաս ինչ լավ է որ տենց է եղել։ Թող ոչ մեկ չհուսաթափվի այս կյանքում, դժվարությունները մեր բոլորի համար են, ես ինքս շատ դժվարություններ ունեցել եմ, անցել եմ, հաղթահարել եմ, ունեմ եւ ունենալու եմ, բայց կա ճանապարհ, կա ուղի, որը պետք է գնաս անկախ քո ցանկությունից։